Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնճռոտ հիմնահարցը հանգուցալուծելու Թեհրանի ու Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերը փակուղի են մտել։ CNN-ի իրանական աղբյուրը հայտնում է, միջուկային գործարք կնքելու բանակցությունների տեմպը մարում է, բանակցությունների 6-րդ փուլը կարող է տեղի չունենալ։ Ըստ աղբյուրի, Վաշինգտոնի նոր առաջարկն առաջին հայացքից անհամատեղելի է ու չհամաձայնեցված, անիրատեսական ու շատ պահանջներով։ Նոր առաջարկը նախատեսում է, որ նահանգները կարող են ներդրում անել Իրանի քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրում եւ միանալ այն կոնսորցիումին, որը կվերահսկի ուրանի հարստացման միայն ցածր մակարդակը երկրում։ Կոնսորցիումում կընդգրկվեն Մերձավոր Արևելքի երկրները եւ ՄԱԿ-ի վերահսկող մարմինը, ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Իրանի իշխանությունը բազմիցս հայտարարել է, ողջունում է կոնսորցիումի գաղափարը, բայց շարունակում է պնդել, Իրանը պետք է պահպանի հարստացման սեփական վերահսկողությունը։ Իրանական կողմը փաստում է, որ բանակցություններում առաջընթացի միակ խոչընդոտը Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունն է։ Ըստ Իրանի, նահանգների վերջին տեքստը միանգամայն հակասում է 5 փուլերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սպիտակ տունն իր առաջարկը Թեհրանին փոխանցել էր Օմանի միջոցով։ Դրույթներից մեկն այն է, որ Թեհրանը պետք է հրաժարվի ուրանի հարստացումից ու բարձր մակարդակի հումքի արտահանումից։ Reuters-ի տվյալով Իրանը մտադիր է մերժել առաջարկը, քանի որ այն հակասում է Թեհրանի շահերին։ Եթե բանակցությունների նպատակն է ապահովել, որ Իրանը չձգտի միջուկային զենքի, ես կարծում եմ, որ համաձայնագիրը լիովին հնարավոր է։ Սակայն եթե նրանք փորձեն Իրանին զրկել խաղաղ միջուկային գործունեություն իրականացնելու իրավունքից, մեր կողմից համաձայնություն չի լինի։ Իրանի գլխավոր դիվանագետն ուրանի հարստացումն անվանել է գիտական կարևորագույն ձեռքբերում։ Աբբաս Արաղչին հայտնել է, որ շուտով Վաշինգտոնին կներկայացնի պաշտոնական պատասխանը։ Ակնհայտ է, որ իրանական կողմն ամենայն հավանականությամբ չի ընդունի ուրանի հարստացումը լիովին դադարեցնելու եւ միջուկային բոլոր օբյեկտները փակելու պահանջները։ Դրա համար տարիներ շարունակ Իրանը միլիարդավոր դոլարներ է ծախսել։ Ցանկացած տեքստ, որը պարունակում է արմատական եւ մաքսիմալիստական պահանջներ եւ անտեսում է Իրանի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը, ոչ մի դեպքում չի արժանանա մեր դրական արձագանքին։ Նահանգները այս հայտարարությունները լսել անգամ չի ուզում, Թրամփը գրել է, ըստ հնարավոր համաձայնագրի, մենք թույլ չենք տա ուրանի որևէ հարստացում։ Եվ քանի որ բանակցող կողմերն ընդհանուր հայտարարի չեն գալիս առանցքային հարցի շուրջ ու որևէ փոխսիջում չի նշмарվում, ենթադրվում է, որ գոնե մոտ ապագայում բանակցությունները վտանգված են։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։